Ողջույն ուսուցիչ։ Արև տղաս, ինչ է պատահել, ինչու ես նորից ներված։ Ուսուցիչ, ես ներքին հոգնել եմ, բայց այս անգամ ոչ թե մարմնով, այլ հոգով եմ հոգնել։ Ես կորցրել եմ մոգ հանգստությունը և գիտեմ, որ միայն դու կարող ես ինձ օգնել, ինչպես անցած անգամներում։ Շատ լավ, ես գիտեմ, թե դու ինչի կավիքում ես, դու նորից հայտնվել ես խնդիրների և պրոբլեմների առջև, և ես քեզ կօգնեմ։ Արի։ Այս ինչ է ուսուցիչ, այս ինչ մեծ գումար է։ Վերցրու, սա քեզ համար է, ես մեծ կարողություն ունեմ։ Գնա վայելի, արային ինչ ուզում ես, և սրանով լուծիր քո բոլոր խնդիրները և քո հոգում կտիր հանգստություն։ Դու հիմա չես կատակում ուսուցիչ։ Այո տղաս, վերցրու, և ես քեզ համար ամեն ինչ կանեմ, միայն թե դու գտիր քո հոգու համար հանգստություն։ Այստեղ մեծ քանակությամբ գումար կա, այն նպատակները, որ մանկությունից ունեցել ես, կարող ես իրականացնել։ Շնորհակալ եմ ուսուցիչ, շնորհակալ եմ, դու ամենալավ, ամենաբարի մարդ ես, շնորհակալ։ Աղաչում եմ քեզ, ինձ մի թույլատրիր, կյանք շքեղ առա։ Եթե մարմինս նորից պիտի դառնա, տաճար կուռքերի։ Աշակերտը գնում է ուսուցչի տված գումարը վայելելու։ Անցնում է մի քանի ամիս, և այդ ընթացքում նա ձեռք է բերում մեծ ունեցվածք և անում է այն, ինչ ուզում է։ Սակայն մի օր որոշում է կրկին վերադառնալ ուսուցչի մոտ։ Եվ ահա կրկին քո առջև գալով, թույլ ու անկարող։ Ողջույն ուսուցիչ։ Ողջույն տղաս, ինչ կա, պատմիր տեսնեմ ինչ արեցիր այն տվածս գումարի հետ, որ տվեցի քեզ մի քանի ամիս առաջ։ Ուսուցիչ, ես արեցի այն, ինչ ցանկանում էի, շքեղ մեքենաներ, շքեղ տուն, գեղեցիկ հագուստներ։ Դա շատ լավ է, որ դու ամեն ինչ արեցիր, ինչ որ ուզում էի, բայց ես տեսնում եմ, որ դու նորից տխուր ես, ի՞նչն է քո տխրության պատճառը։ Ուսուցիչ, ես իմ կյանքի բոլոր խնդիրները, որոնք լուծեցի գումարով, լուծել եմ, բայց իմ այդ կյանքը ավելի է բարդացել, իմ հոգու բեռը ավելի է ծանրացել, և ես միայն մեկ բան հասկացա, որ գումարով չես կարող գտնել հոգու համար հանգստություն։ Դու ինձ միշտ ճիշտ խորհուրդներ ես տվել ուսուցիչ, բայց ներիր, այս անգամ համաձայն չեմ։ Գիտես տղաս, ես շատ լավ գիտեի, որ դա չի քո խնդրի լուծումը։ Ինչպես, դու գիտեր և չէին ասում, թողեցի, որ գնամ այդքան ամիսներ կորցնեմ։ Տղաս, ես ուզում էի, որ դու ինքդ հասկանայիր, թե որն է իրական ճշմարտությունը, և դու այսօր հասկացել ես, իսկ եթե դու հասկացել ես, թե որն է իրական ճշմարտությունը, ուրեմն դու ոչինչ չես կորցրել։ Տղաս, դու մտածում ես, որ գումարով կարող ես լուծել քո բոլոր խնդիրներն ու պրոբլեմները, իսկ եթե ես քեզ ասեի, որ դա այդպես չի, դու ինձ կլսեիր, բայց միգուցե կասկածանքով ապրեի, միգուցե քո ներսում մտածեի, եթե հարուստ լինեիր, կլուծվեն քո բոլոր խնդիրներն ու պրոբլեմները, բայց այսօր դու վստահ գիտես, որ հարստությամբ չես կարող լրացնել այն, ինչը որ լրացվում է Աստծո ներկայությամբ։ Այսպես է գրված Մատթեոս ավետարան 11:28 խոսքում. Եկեք ինձի բոլոր օգնած և բեռնավորվածներ, և ես ձեզ հանգստություն պիտի տամ։ Տղաս, քո հոգու համար հանգստություն միայն Աստված կտա քեզ։ Դե ուրեմն ասա ինձ ուսուցիչ, ինչ անեմ, որ հանգստություն գտնեմ, ախր ես շատ մեղավոր մարդ եմ։ Տղաս, դու պետք է խոնարհվես Աստծո առաջ։ Բայց ես ամեն անգամ իմ ակներում Աստծուց խնդրում եմ, Տեր, տուր ինձ խոնարհություն, բայց նա ինձ չի տալիս։ Տղաս, դրա ինձ համար մի նկարչական տախտակ բեր և ես քեզ կբացատրեմ օրինակով։ Լավ ուսուցիչ, հիմա բերեմ։ Ահա ուսուցիչ, բերեցի։ Ինչ եմ նկարել։ Այո, սիրտ։ Այս սիրտը քո սիրտն է, նրա ներսը սպիտակ է։ Դա խոնարհությունն է։ Իսկ այս սևը քո հպարտությունն է։ Հիմա ասա տղաս, սևը վերացնելու համար ինչ է պետք։ Պարզապես ռետինով ջնջել դա։ Իսկ հնարավոր է սպիտակ գույնով ներկելը։ Այո, ուսուցիչ, բայց նախ ավելի ճիշտ կլինի սևը ջնջել։ Ահա պատասխանը, քո սրտում կա հպարտություն, իսկ դու Աստծուց խնդրում ես խոնարհություն։ Դու կարծես ուզում ես, որ Աստված սպիտակույնն ավելացնի սև գույնի վրա։ Սպիտակույնը նոր գույն չէ, սպիտակույնը խոնարհված սիրտն է, իսկ այն ռետինը, որի մասին դու ասացի, դա փորձություններն են,
Երբ Աստված թույլ է տալիս փորձություններ, դու նրանից նեղանում ես, բողոքում ես ու փախչում ես, բայց հենց այդ պահին է սևը ջնջվում։ Ինչպես գրված է Հակոբոս 4:6-ում, Աստված հպատներին հակառակ է կանգնում, բայց խոնարհներին շնորհ է տալիս։ Տեսնում ես, սևը վերացավ, սպիտակը նորից հայտնվեց։ Սպիտակը ստեղծված էր այնտեղ լինելու համար, պարզապես սևը ծածկել էր այն։ Իջմետ եղխտրես, Տեր, խոնարհություն տունից, ապա ասա, Տեր, ցույց տուր իմ հպարտությունը, ոտքիր այն, թեկուզ ցավոտ լինի, եւ եթե դու զղջաս ու անկեղծ խոստովանես, նա կների քեզ եւ կմաքրի։ Այսպես է գրված Հովանու 1:9-ում։ Եթե մենք մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է եւ արդար, նա կների մեզ եւ կմաքրի ամեն անիրավությունից։ Տեր, ներիր իմ մեղքերը, դու ասացիր, եկեք ինձի բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգստություն կտամ, եւ հիմա գալիս եմ քեզ մոտ, թեև արժանի չեմ, բայց գալիս եմ քեզ, որովհետեւ քո հոգու հանգստության կարիք ունեմ։ Ներիր ինձ, Տեր։